Արգանդվելիձեզ, կարող ոչարեմ, և մնացած դաշնակցականներին, Հայաստան կնոչանում։ Եթե ամի ծրագրում կամ Իրանի դեմ ռազմական արշավի վերահսկում է, ապա Հայաստան-Ադրբեջան գիծը Վաշինգտոնի համար կարևորագույն պլազդարն է, մանավանդ եթե այդ արշավը երկարատև կլինի, որի համար ցամաքային գործողություններն անխուսափելի պայման է։ Այդ ժամանակ ինչ է սպասությունը։ Ես իմ ելույթի ժամանակ ակնարկ արեցի։ Մենք իհարկե դժվարություններ ունենալու ենք, եւ ստեղ խնդիրը հետեւյալն է. բոլոր պատերազմները ունեն սկիզբ, ունեն վերջ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մի օր կարող է փոխվել, բայց այն քայլերը, որոնք այսօր մենք անում ենք կամ փորձում ենք անել, բերելով մեր Հայաստանի և Իրանի հարաբերությունների արդարացման։ Հարևանի հետ շատ հեշտ է հարաբերությունները փչացնել, կենցաղում չեն այլ։ Հետո շատ ավելի դժվար է վերականգնել այդ հարաբերությունները, որովհետև հարևանից վատ բան չի սպասում։ Եթե մեկից վատ բան չի սպասում, մի փոքր նույնիսկ ինչ-որ մի սխալ բանը ծանր է ստանում եւ իսկապես հարևանի հետ ավելի հեշտ է հարաբերությունները փչացնել, քան կառուցել։ Երբ որ այդ տրիպ ծրագիրը երբ որ քննարկվում է, դա եղել է չեմ սխալվում օգոստոս։ Մինչ այդ մեկ ամիս մինչ այդ Միացյալ Նահանգները ռմբակոծել են Իրանը։ Բազմաթիվ զոհեր են։ Եվ այդ վիճակում գնալ Վաշինգտոնում քննարկել մի ծրագիր, որը ենթադրում է Իրանի սահմանը ըստ էության հանձնել ամերիկացիներին, որոնց դեմ ես բան չունեմ, հակառակ մենք պետք է լավ հարաբերություններ ունենալ ամերիկացիների հետ։ Բայց այդ հարաբերությունների պատճառով մենք չպետք է թշնամանանք Իրանի հետ։ Այն մեր կոմպլեմենտարության, քաղաքականության էությունը հենց դա է։ Եթե խնդիրը ճանապարհի մեջ է, մենք պիտի ասենք, մենք այդ ճանապարհը կառուցելու է, աշխատելու է, եթե պետք է այդ կապը ապահովել։ Բայց հասկացեք մեր շահը, Հայաստանի շահը։ Լավ հարաբերություններ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Պրոբլեմներ կան եւ այսպես ասենք, այս իշխանությունը մեզ դերելով է թշնամացման։ Ուղղակի վերհիշենք 44 օրյա պատերազմ։ Վրաստանի տարածքով մենք ինչու չենք կարողացել տեղափոխել ռազմական դերներ, նույնիսկ օդային տարածքով չենք կարողացել։ Ինչու մենք այդ խնդիրը նախկինում չենք ունեցել։ Այդ հարցի պատասխանը մինչ այսօր ոչ ոք չի։ Չանենք նույնը Իրանի։ Այդ դեպքում սենց կոպիտ ասած մենք բանկա չեմ, որ բանկան զակատ ունենք, բայց սենց զակատի բան վիճակում ենք հայտնվել։ Եվ դա այն վիճակն է, երբ սկսելով են մեզ թելադրել եւ մենք պարտավոր ստիպված ենք լինելու այդ թելադրանքը կատարել։ Հիմա սա է ուզում այս իշխանությունը։ Որ ամեն անգամ ինչ ասեն, ինքը պիտի անի, հետո ասել է ինչ անեմ, ճար չունեմ։ Ճար ունես, կարող է ճար չունես, չգիտեմ, ճար ունես, խելք չունես։ Երևի ավելի ճիշտ ձևակերպում սա։ Երկրորդ հարցը, Եվրոպան երկրապատկության տակ է վերցնում Հայաստանը։ Դիք շահերի համար։ Եվ այդ դեպքում Հայաստանը գործում է իր սուվերենիտետությունը։ Այդ կարգավիճակը ինչպես է գնում։ Մի քիչ լավ չլսվեց։ Եվրոպան իր հպատակության տակ է վերցնում Հայաստանը։ Ո՞վ ասաց թե վերցնում։ Դե Փաշինյանի բանով այդ ձևակերպում։ Հայաստան իր շահերի համար։ Եվ այդ դեպքում Հայաստանը գործում է իր սուվերենիտետությունը։ Ինչպես է նայում այդ հարցը։ Նայեք, այն ինչ արվում է Եվրոպայի կողմից այսօր հայտարարությունները հարախոսով եղել, ունեն մեկ նպատակ։ Ցավացնել Ռուսաստանը։ Այո, հենց այդ հարցը։ Իրատեսական ոչ մի եղանակար այստեղ ուղղակի չկա։ Ուղղակի չկա։ Եվ նաև մենք տեսնում ենք Ռուսաստանի արձագանքը ինչպիսին է։ Ռուսաստանի նախագահի հայտարարություններով 3 անցած օրը սա խնդիր է։
եթե դու ապրում ես Հայաստանի շահերով, եթե որպես առաջնորդ դու պետք է հետապնդես Հայաստանի շահերը, դու չպետք է թույլ տաս, որ Հայաստանի տարածքում հնչեցվեն նման կարգի հակառուսական արտահայտություն։ Չի կարող։ Հարևանություն նույնիսկ բարեկամ դուք պատկերացրել եք ձեր ամենից մոտիկ ընկերոջ տունը ինչ-որ բան հավաքում եւ կոնկրետ ձեզ հասնում կամ հրապարակային պատուհանի սերը սկսում, որ քեզ կողմ մեր են կրվում վաստել։ Ոնց կտամ, սեզ այդ ընկերոջ հետ դու ընկերություն կանես։ Իմ ամեն մեկը թող էս վիճակը մոտավորապես են դերի կենցաղային ինչ-որ մի վիճակի է, հասկանալու համար, թե ինչպիսի կոպիտ սխալ է։ Առաջինը Զելենսկուն չպետք է հրավիրել։ Եթե այն ամենանի հրավիրել է, պետք է ուղղակի հետը զգուշացնենք, ասենք, մենք հրավիրելու ենք մեկ պայմանով։ Մեզ մի դերքաշի ձեր կոնֆլիկտի մեջ Ռուսաստանը հետ։ Մենք Ռուսաստանի հետ բարեկամ երկիր ենք։ Չեն ասում, հակառակ, ճիշտ հակառակ։